Ֆրանսիայում էլի կելտերն են, որոնց Հուլիոս Կեսարը անվանում էր գալեր, կհիշեք Աստերիքսն ու Օբելիքսը, այստեղ արենք արվերնիներն էին, որոնց գլխավորը Վերցինգետորիքսը կարողացավ միավորել տարբեր գալական ցեղերի եւ կռվել Հուլիոս Կեսարի դեմ, չնայած նրան որ պարտվեց, նրա արձանը հիմա Ֆրանսիայում կա որպես ազատության համար պայքարի խորհրդանիշ։ Մի խոսքով այսքան մասը ամբողջությամբ կելտերն են եւ Բրիտանիայում են կելտերը, այսինիներն են, իրանց հայտնի թագուհի Բոուդիկան հռոմեացիների դեմ կռվում է, էլի պարտվում է, բայց էլի Բրիտանիայում էլի ինքը հերոսուհի է համարվում։ Իսկ այս կողմ արդեն հռոմեացիների մղձավանջն է սկսվում, գերմանացիները, չերուսկի ցեղը, ամենահայտնի ցեղերից մեկը, որ հիշում եք Արմինիուսը գերմանացի էր, ում չերուսկի ցեղից հռոմեացիները տարել էին, պահել էին իրենց մոտ, իսկ հետո Արմինիուսը նրանց դավաճանում է եւ այստեղ արենք Թութենբուրգյան անտառում նա հռոմեացիներին տանում է դեպի ծուղակը, որտեղից գերմանացիները բոլոր կողմից հարձակվում են եւ ջարդում են Վարուսի զորքը։ Այստեղ վերևը սկանդինավյան գերմանական ցեղերն են, մշակույթով շատ մոտ են իրար, կարելի ասել նույն մշակույթն է, ուղղակի մեկը աստվածներին տորը ասել, մյուսը դոնոր, բայց ընդհանուր նույն մշակույթն է։